Արմեն Աշոտյանի վերաբերյալ բացի ընտանիքի անդամներից այլ որևէ մեկի հետ շփում արգելված է։ Ինչով եք սա պայմանական ընդհանրապես ինչն է փոխվել, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ նման։ Չէ, նախ ես ուզում եմ երեք այցելել եմ Արմեն Աշոտյանին, ուզում եմ տեղեկացնել, որ Արմեն Աշոտյանը ինչպես միշտ հիմա եւս մեծ սիրով միշտ պատրաստ է ցանկություն ունի լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում են ըստ էության նաեւ առաջի գործի ժամանակ նրա վարքագծին։ Մենք հիշում ենք, որ առաջի քրեական վարույթի ժամանակ այսպես ավանդույթ էր կարծեք ձևավորվել, որ դատարանները դա հաստատել էր այդ ավանդույթը, այսպես ձևակերպենք, դատական նիստերի դահլիճի սահմաններում մի քանի մինչև 1 րոպե տևողությամբ որոշ հարցեր էին տրվում, մինչև Արմեն Աշոտյանը դուրս էր գալիս, դա արդեն ոնց որ եւ կարծում եմ դատարանը հրապարակեց այդ որոշումը այն պատճառով, որպեսզի մենք չկարծենք, որ նույն կանոնները այստեղ են գործում, բայց չէ, մենք լավ տեղեկացած էինք, մյուս դատական գործով ցավոք սրտի մենք ունենք շատ խիստ սահմանափակում բացառությամբ պաշտպանների եւ ընտանիքի անդամների։ Սա է, այսինքն այս վարքագիծը, որ մենք ձեզ սովոր իրավիճակում չհայտնվեցինք, դա Արմեն Աշոտյանի կամ մեր կամքով չի պայմանավորված, այլ երկրորդ քաղաքական հետապնդման քաղբանտարկյալության հիմք հանդիսացած երկրորդ գործով է պայմանավորված։ Բայց այ օրինակ որոշակի հարցերի պատասխանները Արմեն Աշոտյանի կողմից լրատվամիջոցների, դա ինչպես է անդրադարձել գործի վրա, ինչպես է ասել, որ որոշել են նման խիստ Ես եկեք ճանապարհանք ոչ շարունակենք։ Պաշտպանեմ մի որոշում, որը մենք բողոքարկում ենք։ Ես բնականաբար այդ որոշման հետ համաձայն չեմ։ Համաձայն չեմ եղել ի սկզբանե 1 ամիս ժամկետով սկզբնական երկրորդ գործով առաջին կալանքի որոշման, իհարկե համաձայն չենք։ Երկրորդ որոշմանը, որով 1 ամիս ժամկետով երկարացվել է 2 ամիս էր միջնորդությունը, բայց ելի երկրորդ անգամ արդեն դատարանը մասնակի է բավարարում, սա արդեն մտածելու տեղ է տալի այս խայտառակ շրջանում, երբ որ բոլոր միջնորդությունները ըստ էության գրեթե ամբողջությամբ բավարարվում են։ Եվ մենք բնականաբար դրա հետ համաձայն չենք, բայց այնուհանդերձ նշեմ, որ նախաքննությունը եւ դատաքննությունը դրանք տարբեր ռեժիմներ են։ Այդ դատաքննության շրջանակներում արդեն իսկ ապացույցների հավաքման process պետության կողմից չի իրականացվում, իսկ նախաքննության փուլում քննիչները պնդում են, որ նոր քննչական գործողություններ ունեն կատարել, ու ի դեպ նաեւ մենք էլ ենք շահագրգռված, որ այդ քննչական գործողությունները կատարվեն, որպեսզի ռիսկերը նվազեն, որոնք որ դատարանը այդպես է գնահատել կամ քննիչը ներկայացրել է եւ այլն։ Եվ ես ուզում եմ հատուկ նշել, սա շատ կարեւոր է, որ ելի քիչ պատահող դեպք է, երբ միջազգային կառույցը, մասնավորապես CDI-ը, որը քաղաքական ընտանիք է, քաղաքական կուսակցությունների ընտանիք է, ինչ որտեղ կարելի է EPP-ի ավելի գլոբալ համարժեքը համարել, հունիսի կեսերին մոտ 1 ամիս առաջ շատ հստակ անդրադարձել է Արմեն Աշոտյանի գործին, իր մտահոգությունն է հայտնել եւ հիշեցրել է առաջին գործով նրան քաղբանտարկյալ ճանաչելու մասին։ Այսինքն այս գործը նույնպես որոշակի միջազգային ուշադրության կենտրոնում է եւ մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս process-ը անազատությունը երկար չի տևելու։ Շնորհակալություն։